Դիրեկոր դատարաշ պատասխանը տեսել եք, դուք ինքները տեսաք, որ ոստիկանությունը երբ որ ուզում էր հայտարարությունը տարածել, ճիշտ է, դա մեր սրտով չէր, մենք այդ ամենը գիտեինք հանդիպման ժամանակ, երբ որ մեզ փափուկ բարձ դրեցին մեր գլխների տակ, բայց նոր փոփոխվեց մի նոր բան, տեղեկացրեցին, որ փոփոխություն լինելու է, տրանսպորտը աշխատելու է, 3 օրը նրա համար է եղերնի հետ կախված է, թե չէ շուտ է կազմակերպել այս ամեն ինչը, արդի 25-ին մեր հանդիպման ժամանակ կտրվեն հստակ որոշումներ, որ 25 և 59 համարի տրանսպորտը չի անվելու, գործելու է մշտական, եթե չեղավ մեր սրտով պատասխան, հավատացած եղեք, մենք երկու համայնքի բնակիչները ավելի հզոր ուժերով կդիմենք ավելի կոշտ քայլերի, թող չկասկածի ոչ մեկը։ Հիմա խնդրում եմ ձեզ, ես հասկանում եմ բոլորիդ, քանի որ ամեն անգամ կոտրվում ենք, մենք ինքներս ձերս կոտրվում ենք, բայց հավատացած եղեք, մենք ուրիշ ձև չունենք, մենք պետք է նաև հարգենք մեր եղերնի ուժերի հիշատակը, ժողովուրդ ջան, 3 օր ժամանակ ուներ մտածելու այսօր իշխանությունները, ես համոզված եմ, որ ունենանք ծրական պատասխան, մենք ինքներս մեր մշտապես պետք է պայքարենք, որ մեր տրանսպորտը գործի մշտական, մինչև վերջ, մենք ուրիշ պահանջ չունենք, իսկ եթե մեր պահանջը չկատարեցին, մենք գնալու ենք արդենից այլ պահանջների հետևից նույնպես։